Խնդրեմ անդրադառնաք այսօրվա ձեր սպասելիքներին եւ նաեւ նկատառումով անդրադառնաք խափամամիջոցի հարցի փոփոխությանը, ինչպես նաեւ քննչական կոմիտեի հայտարարությանը, որով փոփոխվել է Սամվել Կարապետյանի մեղադրանքը։ Իրականում դատարանի դատի օրվան շատ երկար էինք սպասում եւ երեկվա նոր գործը, որը որ ավելացավ պարոն Կարապետյանի այսպես վճռին, մեզ համար մենք սպասում էինք որևէ նոր բանի, ինչ ակնկալիքներ ունենք այսօրվանից, իրականում ինչպես եւ ամեն անգամ սպասում ենք, որ դատավորը վերջապես իր խղճին դեմ չի աշխատի եւ կգործի օրենքի սահմաններում եւ ազատ կարձակվի պարոն Կարապետյանը։ Բավականին երկար եւ ծանր օր է մեզ սպասվում, բայց մենք տեսնում ենք ինչքան մարդ է գալիս, միանում մեզ, նաեւ տեսնում ենք այն բոլոր մարդկանց, ովքեր միացել են որպես կամավոր մեր ձևով շարժմանը, իրենք արդեն 5000-ից ավել են եւ այդ սրտացավ մարդիկ իսկապես հավատում են եւ հույս են տեսնում այս շարժման մեջ եւ ինչպես եւ մենք բոլորս հավատում են, որ արդարությունը ի վերջո կհաղթի։ Տիկնիկ Ղումաշյան, 4 ամիս անց մեղադրանքի փոփոխությունը պատահականություն է, զուգադիպություն է, թե ձեր շարժման ակտիվացման ուղիղ այսպես հետևանք արդյունք։ Ես կարծում եմ, որ նաև շարժման հետևանք արդյունք, մենք հասկանում ենք, որ գնալով շարժումը շատանում է, ազդեցությունը շարժման ավելի է ամրապնդվում եւ դա ոնց որ իր հետևանքները տալիս է ցավոք սրտի, բայց ամենայն դեպս մենք չենք կարող դադարել մարդկանց ժողովրդի կարծիքը հաշվի առնել, իրենց կամավորական հայտերը ընդունել, որովհետեւ ի սկզբանե մենք հայտարարել ենք, որ մենք առաջին հերթին ժողովրդական շարժում ենք եւ ստեղծված ենք դրա համար, որպեսզի ժողովրդի խնդիրները բարձրաձայնենք եւ լուծում տանք։ Համոզված ենք, որ մինչև ամսվա վերջ արդեն հազարներով ավելի է շատանալու շարժումը, երբ որ մյուս ամիս արդեն հայտարարենք նաեւ կուսակցության մասին, լրիվ ուրիշ թվեր կլինեն, այդպես։ Փաստաբանական խումբը նշում է, որ Վահե Դոլմազյանը այդքան էլ լավ համակով հայտնի չէ։ Այս պարագայում ինչ ակնկալիքով նշում են, որ արդարությունը միգուցե վերականգնվի։ Այդ պարագայում ինչ է կարծում, հաշվի առնելով այդ հանգամանքը։ Մենք բավականին երկար սպասում ենք, թե որ դատավորը կընտրվի այսօրվա համար եւ ձեր նշած դատավորը այո իսկապես չի փայլում իր արդարությամբ, բայց ամենայն դեպս ինչ որ հույս ունենք, որ այսօր ինչ որ մի նոր զգացմունք իր մեջ կզարթնի եւ ի վերջո կհասկանա, որ մանավանդ Միքայել Սրբազանի դատավարությունից հետո լսելով թե մարդիկ ինչպես են արձագանքում ընդհանրապես դատավորների վճիռներին, Աստված տա, որ իր մեջ քրիստոնյան այսօր զարթ